Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողներն ու Կոտայքի մարզի պարեկները համատեղ ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում մայիսի 18-ին Երևան աշտարակ ճանապարհին հայտնաբերել թմրամիջոց ձեռք բերելու, պահելու եւ իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել եւ համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 18-ամյա եւ Վայոց ձորի մարզի բնակիչ 20-ամյա երկու երիտասարդի 20-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 4 կիլոգրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված։ Երիտասարդները եւ կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Մայիսի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում ժամը 11:55-ի սահմաններում ներքին գործերի նախարարության ոստիկանությունում տեղեկություն է ստացվել, որ Հրաչյա Աճարյան փողոցի շենքերից մեկի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել։ Ըստ տեղեկությունների ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 11:50-ի սահմաններում Երևանի բնակիչ 33-ամյա Գագիկ Մնիր վարած Mercedes Magnişi ավտոքարշակի մասնակցությամբ տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար եւ շենքի բակի մուտքը փակվելու հետևանքով վերջինիս են մոտեցել իրեն անծանոթ երկու տղամարդ վիճաբանել իր հետ, որի ընթացքում նրանցից մեկը իր ձեռքի ձեռնափայտով հարվածել է Գագիկ Մնիի գլխին եւ հեռացել են։ Այնուհետև մի քանի րոպե անց նրան են մոտեցել իրեն անծանոթ մի քանի տղամարդ եւ ձեռքերով հարվածներ են հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, պատճառելով ֆիզիկական ցավ եւ գլխի շրջանում մարմնական վնասվածք։ Պարզվել է, որ Գագիկ Մնիին ծեծի են ենթարկել Երևանի բնակիչներ 46-ամյա Արսեն Ս-ն, 35-ամյա Ոսկան Ն-ն, 44-ամյա Հայկ Գ-ն, 47-ամյա Արման Თ-ն, 40-ամյա Արտաշես Մ-ն եւ 52-ամյա Կարեն Ս-ն եւ ձեռնարկվում են միջոցառումներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ։ Մայիսի 18-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում ժամը 23:00-ի սահմաններում BMW Magnişi ավտոմեքենան Իսակովի պողոտայում ավտոկայանի դիմաց բախվել է Mercedes Magnişi ավտոմեքենային, այնուհետև ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 61 երթուղին սպասարկող Շոնգթոնգ Magnişi ավտոբուսին։ Վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ապա ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների եւ վիրավորների ինքնությունները։ Մայիսի 19-ին ավտովթար վրայերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում ժամը 11:40-ի սահմաններում Mercedes Magnişi ավտոմեքենան Նորգեղի բնակավայրում Թևոսյան փողոցում գյուղապետարանի դիմաց բախվել է հայ մամուլին պատկանող ավտոմեքենային, ապա վրայերթի ենթարկել հետիոտնին եւ մասամբ հայտնվել ջրատարում։ Ըստ տեղեկությունների վթար վրայերթի հետևանքով Mercedes-ի վարորդն ու վրայերթի ենթարկված կինը տեղափոխվել են հիվանդանոց։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների եւ վիրավորների ինքնությունը։